Ժողովուրդներ, որոնք հիացմունքից գնացել են փրկիչների հետևից մինչև աղետ։ Զանգվածին ավելի հեշտ է ընտրել մեկ բառ՝ դավաճան, հերոս, թշնամի, որովհետև զանգվածը կարող է համոզել ինքն իրեն, որ այս անգամ ուրիշ է։ Զանգվածը հավատում է ոչ թե ապացույցներին, այլ հույսին։ Ժողովուրդը բուժվում է կրթությամբ, որովհետև զանգվածային մտածողության ամենամեծ թշնամին անկիրթ լինելն է։ Ինչու են ժողովուրդները սխալվում։ Սա այն հարցերից է, որին առաջին հայացքից ամեն մարդ պատրաստ պատասխան ունի, բայց իրական պատճառը սովորաբար ավելի անհարմար է։ Ժողովուրդները սխալվում են, որովհետև ժողովուրդ լինելը նշանակում է շատ մարդ մեկ ընդհանուր հոգեվիճակի մեջ։ Իսկ այնտեղ, որտեղ կա շատ բառը, մարդը դադարում է լինել ես և սկսում է լինել մենք։ Եվ այդ մենքը հաճախ մտածում է ոչ թե ճշմարտությամբ, այլ զգացմունքով։ Զանգվածը չի սիրում բարդությունը, զանգվածը սիրում է պարզություն, որովհետև բարդությունը պահանջում է պատասխանատվություն։ Աշխատանք, կարդալ, կասկածել, ստուգել, սպասել, համեմատել, իսկ զանգվածին ավելի հեշտ է ընտրել մեկ բառ՝ դավաճան, հերոս, թշնամի, փրկիչ, պետություն, ազգ և այսպես շարունակ։ Երբ իրականությունը կարճացնում ես մինչև պիտակ, դու այլևս ստիպված չես լինում մտածել, դու պարզապես արձագանքում ես։ Եվ հենց սա է զանգվածային մտածողության առաջին թակարդը՝ կեղծ պարզությունը։ Սուտը հաճախ հաղթում է ոչ թե որովհետև ուժեղ է, այլ որովհետև հեշտ է։ Ճշմարտությունը երկար է, անհարմար։ Ճշմարտությունը լարվածություն է ստեղծում։ Ի վերջո, ճշմարտությունը պահանջում է համբերություն, իսկ զանգվածը համբերություն չունի։ Երկրորդ թակարդը պատասխանատվության լուծումն է։ Երբ մարդը միայնակ է ընտրում, ապա իր սխալի համար ինքն է պատասխան տալիս։ Բայց երբ մարդը ընտրում է խմբի մեջ, սխալը դառնում է ընդհանուր։ Ոչ ոք անձամբ մեղավոր չէ, և հենց այստեղ է ծնվում զանգվածի ամենամեծ մեղքը՝ անհատական խղճի քայքայումը։ Մարդը սկսում է ասել՝ բոլորն այդպես էին մտածում, ժամանակն այդպիսին էր, այլ ելք չկար, իսկ իրականում ելք միշտ էլ կա։ Պարզապես դրա գինը ծանր է, և այդ ծանրությունը մարդը փորձում է բաժանել մյուսների վրա, որպեսզի չզգա իր մեջ։ Երրորդ թակարդը իշխանության հոգեբանությունն է։ Ժողովուրդը հաճախ չի ընտրում ծրագիր, այլ ընտրում է զգացողություն։ Ո՞վ է տալիս վստահություն, ո՞վ է խոսում հստակ, ով է խոստանում արագ լուծումներ։ Ի վերջո, ով է ստեղծում մենքի պատրանքը։ Քաղաքական որոշումները հաճախ կայացվում են նույն կերպ։ Իսկ զգացմունքները քաղաքականության մեջ ամենահեշտ կառավարելի նյութն են։ Վախը ասում է՝ ընտրիր ուժեղին, թեկուզ անարդար լինի, միայն թե պաշտպանի։ Արհամարհանքը ասում է՝ ընտրիր նրան, ով քեզ թույլ կտա վրեժ լուծել ուրիշներից։ Խորը վիրավորանքը ասում է՝ ընտրիր նրան, ով քեզ կվերադարձնի արժանապատվության զգացումը, թեկուզ ստի միջոցով։ Երբ զգացմունքը դառնում է քաղաքականության հիմք, փաստերը դառնում են երկրորդական, և այստեղ է սկսվում ողբերգությունը։ Ժողովուրդը չի ընտրում իրականությունը, ժողովուրդը ընտրում է իր ներքին ցավի համար հարմար պատմություն։ Իսկ պատմությունը, որ բուժում է ցավը, հաճախ սուտ է։ Պատմական օրինակներն այնքան շատ են, որ մի ամբողջ եթերաժամանակ չի հերիքի։ Ժողովուրդներ, որոնք հիացմունքից գնացել են փրկիչների հետևից մինչև աղետ։ Ժողովուրդներ, որոնք ազատության անունով ընդունել են նոր բռնապետություն։ Ժողովուրդներ, որոնք վախից լռել են, հետո ասել՝ մենք չգիտեինք։ Եվ ամենասարսափելին այն է, որ ժողովուրդները սխալվում են նույնիսկ այն ժամանակ, երբ գիտեն, որ սխալվում են, որովհետև զանգվածը կարող է համոզել ինքն իրեն, որ այս անգամ ուրիշ է, այս անգամ պետք է, այս անգամ չենք սխալվի։ Զանգվածը հավատում է ոչ թե ապացույցներին, այլ հույսին։ Իսկ այդ հույսը, երբ դառնում է կուրություն, վերածվում է ինքնախաբեության։ Ահա մի անգութ ճշմարտություն. ժողովուրդները շատ դեպքերում չեն պարտվում արտաքին ուժին։ Նրանք նախ պարտվում են իրենց ներսում։ Երբ ժողովուրդը կորցնում է մտածելու մշակույթը, նա դառնում է հեշտ կառավարելի։ Ոչ միայն բռնապետի համար, այլ նաև սեփական ստի, որովհետև եթե մարդը չի կարողանում դիմանալ բարդ ճշմարտությանը, ապա նա կառչում է պարզ ստից։
Հիմա կասեք ուրեմն ժողովուրդները դատապարտված են սխալվելու։ Իհարկե ոչ, բայց ժողովուրդը չի բուժվում քարոզով։ Ժողովուրդը բուժվում է կրթությամբ, որովհետև զանգվածային մտածողության ամենամեծ թշնամին անկիրթ լինելն է։ Եվ վերջում, խնդիրն այն չէ, որ ժողովուրդը սխալվում է։ Խնդիրն այն է, թե արդյոք ժողովուրդը սովորում է իր սխալներից։ Ժողովուրդը հասուն է ոչ թե այն պահին, երբ հաղթում է, այլ այն պահին, երբ ընդունում է իր սխալը, առանց արդարացումների։ Երբ ասում է այո, մենք խաբվեցինք, այո, մենք վախեցանք, այո, մենք ուզում էինք հեշտ լուծում, բայց հիմա մենք հասկանում ենք, որ ազատությունը սկսվում է այստեղ, մտածելու ծանրությունից, որովհետև մտածելը ծանր է, իսկ չմտածելու համար միշտ էլ ավելի թանկ ես վճարում։